Հարգելի հայրենակիցներ, մենք մեր եթերը շարունակում ենք, արդեն տաղավարում հյուր ունենք Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, ողջույն պարոն Թևանյան։ Ոտքս բարի ձեր տաղավար։ Շնորհակալություն Հյուրընկալվելու համար։ Միջև փախածին անդրադառնա այս Արցախի թեմային անդրադառնալը, պարոն Թևանյան, քննարկենք մի հարց, որը շատերին հետաքրքրում է, Նիկոլ Փաշինյանի այս ոյաժները ուրախ ավտոբուսով, որ ընկնում է մարզերը, հետո Երևանի մետրոները, տեսեք, ընդդիմությունը անընդհատ նշում է, որ տարբեր սոցհարցումներ նաև, որ ռեյտինգը գրեթե ասֆալտային է Նիկոլ Փաշինյանի, շատ ցածր է, պատմական մինիմումի է հասել, բայց ժողովուրդը, որ նայում է ուղիղ եթերները տարբեր, հատկապես մարզերում, ոչ Երևանում, էլի, ինչ որ տարեց մարդիկ, փաթաթվում, չգիտեմ, գովերքում են, հրահանգներ են տալիս, սրան փակելու, նրան նվաստացնելու։ Հիմա կոգնիտիվ դիսոնանս է առաջանում մարդկանց մոտ, հա, մարդ, որը քաղաքականությամբ չի հետաքրքրվում, նայում է սոցհարցումները, ռեյտինգ չկա, բայց տեսնում է, որ մի 3 հատ, ասենք, 3 տարեց մարդ Նիկոլ Փաշինյանին փառաբանում են։ Հիմա որին հավատա ինքը, սոցհարցումներին, թե տեսածին։ Նախ այդ հաստիկային տատիկներին կամ պապիկներին չի ուզենա անդրադառնալ, բայց մեկ եւ երկրորդը, եթե նույնիսկ բնական այդպիսիք կան, ես ես վստահեցնում եմ, եթե նույնիսկ թուրքի բերեին դնեին իշխանության, միշտ հանրության մեջ ինչ-որ մի հատ շերտ կա, որ օրվա իշխանությունը դրական է վերաբերում, սա հայկական ֆենոմեն չի, սա համամարտկային քաղաքագիտական ֆենոմեն է եւ դա բնական է։ Ինչ վերաբերում է դռնեդուր ընկնելուն, այդ հայտնի ստեղծագործություն կա, գզիրն ընկավ դռնեդուր, էլ չթողեց տուն կտուր։ Հիմա գզիրը ընկել է դռնեդուր, որովհետև մի շատ կարևոր հատկանիշ կա մարդկանց մոտ եւ մասնավորապես քաղաքական գործիչների մոտ, իրենք մնում են իրենց աստեղային փուլի տակ։ Կբացատրեմ ինչ է, այսինքն ինչ որ քաղաքական գործիչներ կան, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, որոնք ինչ որ պահի ինչ որ հաջողություն են ունենում, ինչ որ ձևով։ Հետո միշտ մտածում են, որ այդ հաջողությունը իրենց ուղեկցելու է, այո, եւ մնում են այդ հաջողության տակ, հետագայում, երևանյան սլենգով ասած, խուրդվում են եւ դուրս են մնում ընդհանրապես քաղաքականությունից, պատմությունից եւ այլն։ Սպորտսմենների մոտ էլ օրինակ կա, դերասանների մոտ էլ կա, ասենք սպորտսմեններ կան, որ իրանց պիկի վրա են եւ ճիշտ պահը գտնում են եւ դուրս են գալիս։ Սպորտսմեններ կան, որ չեն զգում, որ իրենք արդեն անցած էտապ են եւ շարունակում են իրենց գործունեությունը, հետո այդքան էլ լավ չեն հեռանում։ Այսինքն 10 թվի էйֆորիայի տակ է մնացել։ Այո, հիմա ոչ միայն իրեն է դա հատուկ, ընդհանրապես քաղաքական գործիչներին հատուկ է այդ բանը, որ իրենք մնում են իրենց աստեղային փուլի տակ, չեն զգում իրենց իրական կարգավիճակը, իրենց հանդեպ հանրային վերաբերմունքը եւ այլն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մնացել է 18 թվականի ու մի քիչ էլ 21 թվականի տակ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը կարծում է, որ քաղաքացիական պայմանագրի վարկանիշը անկում է ապրել, քանի որ իր թիմակիցներն են մեղավոր։ Այ հերիքա ինքը դուրս գա փողոց, մարդկանց հետ շփվի եւ 18 թվականի մթնոլորտը կվերականգնվի։ Ինքը անկեղծորեն է այդպես մտածում եւ երբ որ արերեսվում է իրականության հետ, սկսում է նյարդանյանալ, քացի տալ, գորգորալ, ճճվալ, իր կերկերում ձայնով ինչ-որ բաներ ասել, ինչը որ մենք տեսանք ձեր ներկայացրած տեսանյութի մեջ։ 21-ի տակ մնացել է այն առումով, որ իրեն թվում է, թե նորից կարողանալու է վերախաղարկել նախկին ներկա այդ արեստական բանավեճը, նորից կարողանալու է խաղարկել դասակարգային թշնամության այդ դրսևորումը եւ կարողանալու է ձայներ կորսել, բայց մենք գիտենք, որ սա նախ 21 թվականը չի, արդեն 26-ն է, 21-ի կրկնություն թույլ չենք տալու բոլոր առումներով։ Եվ հնարավորություն չենք տալու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը սոցիալական եւ քաղաքական դեմագոգիայի միջոցով վերարտադրվի։ Հիմա իրավիճակը այլ է, այլ դերակատարներ կան, այլ քաղաքական կոնֆիգուրացիաներ կան։ Բայց չի աշխատում, պարոն Թևանյան, այդ դիսկուրսները, հա, նախկին ներկա, հակառուսականությունը նաև։ Հակառուսականությունը իրենք քարոզել են, չի աշխատում մեր ուսումնասիրությունները դա են ցույց տալի։ Նախկին ներկան իրենց կյանքի նպատակն է, որ ցույց տան, որ հակադիր կողմերը, ահա այս կողմերն են, բայց դա արեստական է։ 21 թվականին ինչ-որ առումով բնական էր, որովհետև տրենդը այլ էր, բայց հիմա այլ տրենդ է ընդհանրապես, դա արեստական, շատ արեստական եւ դա չի աշխատելու։ Իրենք կուզենային, որ դա աշխատի, բայց չի աշխատի, որովհետև քաղաքական դաշտում այլ
process-ներ են տեղի ունենում եւ մասնավորապես Մայր Հայաստանը, որը ընտրություններին մասնակցելու է Առաջարկ Հայաստան ծրագրով եւ Բարգավաճ Հայաստանի հետ միասին, մենք հավակնում ենք գլխավոր դերակատարի դերին եւ հավակնում ենք փոփոխություններ իրականացնողի դերին եւ բնականաբար հանրային process-ները դա կգան հաստատելու մեր մոտեցումները։ Սա է։ Հիմա նայեք, ինքը նաև ինչ է անում։ Մինչև այս ներկայանում էր իբր Ղարաբաղցիների խնդիրներով մտահոգ է, օգորվում է, գիշերները չի քնում, ասենք բարձի վրա գուցե լացում է, հա, Ղարաբաղցիների համար, օր ու գիշեր իրենց մասին է մտածում, փորձում է սոցիալական իրենց խնդիրները լուծել, ապահովել ամեն ինչ, բայց արդեն սկսել է հակաղարաբաղցիական արշավը։ Ինչով է սա պայմանավորված։ Սա պորտկում էր, հոգու պորտկում էր, չկարողացավ իրեն զսպել, թե հատուկ մտածված արդեն քարոզչություն է։ Նախ իր էությամբ ինքը 2000-ականների սկզբից մշտապես Ղարաբաղցիների եւ Ղարաբաղի դեմ է քարոզել։ Դեռ զարմանալի չթվա, բայց Ղարաբաղյան շարժման ակունքում էլ հակաղարաբաղցիական կոդ կար։ Նույնիսկ Ղարաբաղ կոմիտեի ինչ որ անդամներ կային, որոնք գտնում էին, որ Ղարաբաղը խանգարում է, որպեսզի Հայաստանը զարգացում ունենա, հա։ Նու անուններ չտանք, բայց այո հիշեցի։ Բայց այդ կոդը կար եւ դա հիմա ապացուցվեց, որ ամբողջությամբ հիմարություն էր, եթե ոչ լավագույն դեպքում մոլորություն։ Իդեպ ձեր հարցի շարունակության մասով ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը մոլորված է նաև։ Բացի այդ ինքը մտածում է, որ Գիտեք, ստախոս է, բայց մելոմոլոր ստախոս է, դավաճանությամբ է զբաղվում, դավադիր է եւ այլն, բայց ինքը նաև մոլորված է այն առումով, որ անկեղծորեն մտածում է, որ իր ֆիգուրը հանրային տրամադրություններ է փոխելու։ Մոլորված ստախոս։ Մոլորված ստախոս, շատ լավ ձևակերպում տվեցիք, կամ ստախոս մոլորված։ Ուրեմն ինքը չի պատկերացնում, որ այն որ ինքը իշմեք ասում է իրավիճակին չեք տիրապետում, ինքը չի տիրապետում։ Իսկ վարկանիշային առումով ասեմ ձեզ, ռեալ մենք չափումներ ենք անում, 10-12% իրական վարկանիշ ունի։ Այդ վարկանիշը ներհատուկ է բոլոր իշխանություններին։ Դա իշխանության տոկոսն է։ Ախուրյանցի անունը լինի։ Ախուրյանցի անուն մի քիչ կարող ավելի շատ հավաքեր, որովհետև դավաճանության մասով չէր գնա այդ քայլին։ Ապուշություններ կարող է դուրս տային կառավարման տեսակետից, բայց հաստատ երևի տես քայլերը չգնար, ենթադրում եմ։ Բայց եթե բերես մի հատ թուրք դնես, այդ 10-12% ունենալու է։ Դա իշխանության վարկանիշն է։ Իրենը 0 է։ Իշխանության վարկանիշն է դա, դրանք կարող են իրանք գումարել 15-20% վարչական ռեսուրս, այսինքն ընտրակեղծիք, եւ ստանան այն պատկերը, որը իրենք կստանան եւ կպարտվեն։ Այս սրանից ելնելով ինքը հիստերիկացել է։ Հիմա գալով ձեր հարցին, թե ինչու է հակաղարաբաղցիական գիծը տանում։ Նախ ասացի արդեն այդ գիծը վաղուց էր տանում։ Ես կուզենայի հատուկ, որպեսզի մեր ունկնդիրներն էլ իմանան, որ ունենք հետեւյալ պատկերը։ Նիկոլ Փաշինյանը հակաղարաբաղցիական քարոզ է տանում, հիստերիկանում է Ղարաբաղի թեմայով, հրահրում է հայաստանցի Ղարաբաղցի դիվերսիոն հակադրություն, գիտակցված նպատակ ունենալով քվեներ ստանալ մեր հանրության մեջ արկա այն շերտից, որը ունի հակաղարաբաղցիական տրամադրություն։ Բայց գիտակցված քարոզ։ Բայց ամեն դեպքում այդ մարդիկ իրեն չէին տալու ձայնը, բան տալու, ինչի մոբիլիզացնել։ Ինքը պետք է մոբիլիզացնի իրանց, ինքը պետք է իրանց վախացնի, առաջին հերթին նաև ինքը իր էլեկտորատին է վախացնում։ Ինքը վախացնում է, ասում է, այ կգան այս ինչները եւ ձեր հարցերը կլուծեն։ Ինքը մտածում է, որ այդ շերտը կարող է չգնա ընտրության, ինքը մոբիլիզացնում է, մաքսիմում մոբիլիզացնում է, ակտիվացնելու խնդիր ունի, ակտիվացնում է, որպեսզի իր ընտրազանգվածը, որի մեջ կան հակաղարաբաղցիներ, ինքը այդ զանգվածին ասում է ելիր ոտքի։ Ինքը շատ հստակ պլանավորված է դանում։ Այլ բանա որ հիստերիկության ժամանակ, երբ որ ուղիղ եթերում առերեսվում է ինչ-որ հակադիր տեսակետի, ինքը սկսում է էլ ավելի անկեղծ լինել եւ այդ ամբողջ մաղձը թափում է ղարաբաղցիների դեմ։ Եվ ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ անում։ Այլ բանա իր դրսևորումները այդ հիստերիկությունը, որ արդեն իր տեսակն է։ Այսինքն այստեղից կարող ենք ենթադրել, որ ղարաբաղցիները Նիկոլ Փաշինյանին ձայն չեն տալու, որքան էլ իրենք փորձում են ներկայացնել, որ ղարաբաղցիները մեր հետ են, ղարաբաղցիները շատ գոհ են, որ եկել են եւ Հայաստանում են ապրում։
Հա։ Ղարաբաղցիների մեջ կարող են լինել մի հատ փոքր տոկոս, որ իրեն կարող է ձայն տան, կարող է։ Բայց այդ ինչ հետարքիր ֆենոմեն է, չէ՞, ասենք Արցախցի, որը ձայն կտա Նիկոլ Փաշինյանը։ Ստոկհոլմյան սինդրոմը կա ամեն Եկեք ասեմ, ասեմ, մենք հիմա ենթակիտակցորեն չմտնենք նորից այդ հայաստանցի ղարաբաղցի։ Չէ, այս նկատի ունեմ, որ մարդկանց հայրենազրկել է Նիկոլ Մեզ էլ Փաշինյանը։ են հայրենազրկել։ Հասկանալի է, բայց ֆիզիկապես հենց իրենց։ Ես հասկանում եմ դա։ Դրա համար եմ ասում, որ տարբերություն չկա։ Հայաստանցիներն է ձեն չեն տալու իրեն, ղարաբաղցիներն է ձեն չեն տալու իրեն։ Բայց ինքը հույս ունի արտնասնել այն կեղտը մտածողության, որը իր շուրջ կարող է համախմբել։ Սրան զուգահեռ ինքը էլի փորձելու է դասակարգային այդ թալան բան, ասած այդ ճղճղան ձայնով որ խոսում, բայց արդեն մարդիկ տեսել են, որ ինչու չի աշխատում, ինչու ինքը մնացել 18-ի տակ։ Դե որովհետև տենում են, որ իրենք էլ են։ Տեսեք, 18-ից հետո 21-ին վախը աշխատացրեց, ընդ որում խափելով աշխատացրեց նաև, որովհետև ասեց Արցախի ինքնորոշման իրավունք կպաշտպանեմ, Շուշի, Հայաստանում Դեգուպացիա։ անվտանգություն կբերեմ, խաղաղություն կբերեմ, նաև խոստացավ դասակարգային պայքար։ Ողբատը մուրճը։ Այո, այդ մուրճը հիմա այն ընտրողները, ովքեր որ երբեք իրան ձեն չեն տալու, մտցնելու են համապատասխան վայրը այդ մուրճը, որովհետև նու քվեի տեսքով էլի շատ բնական է, դե թե չէ։ Ուղղակի Չէ, դե հիմա դու քպես մարդիկ կան կարողա դեմ չլինեն։ Այն հայտնի անեկդոտ կա, չի ասма այդ դեպքում ագոյն ի բեսպաշատնի ագոյն։ Հիմա մուրճ մինչև վեր։ Նու բայց իրանք պետք է իմանան, որ այդ մուրճը իր հետ նաև մանգաղ ունեցե, այ մանգաղը հաստատ չարժե։ Այդ մանգաղը հաստատ չարժե։ Հիմա ես ներողություն եմ խնդրում, իհարկե մենք Արեքնազի մոտ այդպիսի բաներ ենք ասում, բայց դե հերոստատիտողներն են մեզ կհասկանան։ Հիմա տեսեք, իրենք խափեցին նաև մուրճի թեմայով, ասեցին թալանը հետ կբերենք, բայց իրենք դարձել են թալանչիներ։ Հիմա նայեք, նախկին իշխանությանը ինչքանով են իրանք մեղադրում։ Համախառն թալանը գնահատվել է 1.5 միլիարդ դոլար։ Իրանց կից օլիգարխներից մեկը տարեկան 1.5 միլիարդ դոլար փող է աշխատում, ընդ որում մարդկանց խաղաղամոլության դրթելով։ Թե ինչքան փող են աշխատում թմրամոլության միջոցով, որ ազգային աղետի է վերածվել։ Այս ամենը տեսել են, ինչ է տեսել հայ մարդը։ Արցախը հանձնեց, Հայաստանի տարածքը օկուպացված է, հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, թալան, գների բարձրացում, օլիգարխիկ համակարգը, որը կար ոչ թե վերացավ, այլ ավելի գրեհիկ դարձավ, հիմա հեղափոխական օլիգարխիա է, այսպես ասած։ Այս ամեն ինչը իրար հետ ինքը արդեն էլ չի կարող հանդես գալ դասակարգային ճշնամանքի հրահրմամբ, որովհետև ինքը դարձել է այդ դասակարգի գրեհիկ ներկայացուցիչը։ Չի կարող ասել, որ Արցախի համար պայքարելու է։ Ինքը միայն մնացել է վախի հույսին, վախի վաճառական է։ Նիկոլ Փաշինյանը վախի վաճառական է եւ իր գլխավոր բրոկերը Ալիևն է։ Ինքը Ալիևի անվան խաղաղություն է բերում։ Այս պարագայում մենք փաստորեն տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել վերարտադրության, որովհետեւ վախենում է։ Ինքը վախեցած է, դրա համար է վախենում։ Ինչից է վախեցած։ Սաակաշվիլին նայում է, թոթոլ տղա էր, չէ՞, նիհար, ջարդված, հյուծված, բանտում։ Ուղիղ աշխատանքային։ Այո, ուղիղ աշխատանքային գաղութում, այո, այդ խնդիրը կա։ Պարոն Թևանյան, այդ դեպքում շատերը հարց կտան, եթե ինքը արել է այդպիսի բաներ, որ իրեն առնվազն սպառնում է բանտարկություն, փախուստ կամ չգիտեմ ինչ։ Լավ, այդ դեպքում ասում են, դե ուրեմն ամեն ինչ կանի իշխանությունը պահելու համար, կկեղծի, հենա եվրոպացիներից, չգիտեմ, արագ արձագանքման խմբեր, հիբրիդային պատերազմ, ամեն ինչ կանի, որ մնա իշխանության։ Սաակաշվիլին էլ էր տենց մտածում։ Այսինքն հնարավորությունը ինչպես է գնահատում։ Ես գիտեմ, որ բարձր է գնահատում, բայց այն հերոստատիտողների համար ասեմ, լուծման տարբերակը որն է, քաղաքացիները պիտի ակտիվություն ցուցաբերեն, գնան ընտրատեղամաս։ ես շատերից եմ լսել։ Որն է լուծման տարբերակը, որ Դերենիկի ասածը տեղի չունենա։ Տեսեք, քաղաքացին հետևյալ կոդով է առաջնորդվելու։ Թիմ, ծրագիր եւ հույս։ Հույսի առումով ինքը պետք է վստահ լինի, որ փոփոխություն կլինի, դրա համար քաղաքական ուժերը պետք է մաքսիմալ թափանցիկ, բաց, ազատ խոսեն քաղաքացիներից եւ բացատրեն, որ ընտրատեղամաս գնալը դա ոչ միայն իրավունք է, այլ նաեւ պարտականություն, իսկ պարտականությունը վերաբերում է հայրենիքի փրկությանը, մեր պետության փրկությանը։ Այսինքն գնալ ընտրատեղամաս։ Առաջին գնալ ընտրատեղամաս, երկրորդ մերժել քաղաքացիական պայմանագրին իր պարագլխի հետ միասին։ Եվ երրորդ ձայնը տալ ընդդիմությանը մասնավորապես մեզ։
առաջին հերթին մեզ, որովհետև մենք ռեալ երաշխավորված խաղաղության ճանապարհային քարտեզը ներկայացրել ենք, ներկայացնելու ենք, ավելի մանրամասն ենք ձևակերպելու եւ դուք շատ հետաքրքիր ձևակերպում եք տվել ձեր գրառման մեջ, որ Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք ունենք երաշխավորված պատերազմ։ Ես դրանք ավելացնեի նաև երաշխավորված պարտությունը։ Դե ինքը պատերազմ ասում է, հասկանում է պարտություն։ Հիմա նայեք, հերոստատիտողը քաղաքացին կարող է հարց տալ։ Լավ, դուք ասում եք երաշխավորված խաղաղություն, ինքն էլ է ասում խաղաղություն, բոլորը ասում են խաղաղություն։ Ոչ մեկ հիմար չի, որ ասի, որ գալու են պատերազմ բերեմ։ Իշխանությունն ասում է, թե եթե մենք չլինենք, կլինի պատերազմ։ Հիմա քաղաքացին ինչպես կողմնորոշվի։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեծ մասը կողմնորոշված են արդեն։ Իրանք շատ լավ հասկանում են, որ այն մարդը, ով 3-4 պատերազմ է բերել, այն մարդը, որ արհավիրք է բերել, չի կարող դառնալ խաղաղության երաշխավորը։ Այսինքն մերժված Նիկոլին մերժելու կողմնորոշված Նիկոլին մերժելու տեսանկյունից։ Այո, այդ մասը կա։ Հիմա մի հատ հանրության շերտ կա, որը դեռ չի կողմնորոշվում, չէ, այդ մարդկանց հետ պետք է խոսել։ Հիմա մենք որպեսզի սուբյեկտիվ չընկալվենք, եկեք, այսպես ասած, նայենք, թե իրականում ինչ պատկեր կարող է լինել, եթե Նիկոլ Փաշինյանը մնա ու մի քիչ հետ գնանք ուղակի, մի փոքր։ Ալիևը Թուրքիայում եւ Ադրբեջանում բազմիցս մասնակցել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի միջոցառման, այդ կազմակերպության միջոցառման, այնտեղ նույնիսկ իրանք պաշտոնյաներ են նշանակում եւ այլն։ Եվ իրանք բաց ուղիղ տեքստով ասել են, որ պետք է 300,000 ադրբեջանցի բնակեցվի Հայաստանում։ Դրան անմիջապես հաջորդեց Նիկոլ Փաշինյանի սիրելի եւ ոնց հասկանում եմ վերջին շրջանում նաեւ զուգ ընկեր այն առումով, որ իրար հետ են ճանապարհ գնում, կողքեն, հա, իրար հետ են ուտում, իրար հետ են մի խոսքով։ Բացի թեքնիկից ուրեմն Ալեն Սիմոնյանը պաշտոնապես հայտարարեց, որ եթե մենք խաղաղության պայմանագիրը կնքենք, այո, ադրբեջանցիները կարող են գալ Հայաստան ապրել։ Իսկ փորձը ինչ է ցույց տվել, որ երբ որ հայկական կողմը պաշտոնական Երևանում, հայկական կողմը շատ ճոխ բառ օգտագործեց, իշխանավորները, իրանք հայկական կողմ չեն։ Երբ որ Հայաստանի իշխանությունը ասում է, որ այո, ես համաձայն եմ Ադրբեջանի ասածից, ուղղակի են թուղթը տվեք մեզ խաղաղության, որ մենք հայ ժողովրդի վրա վաճառենք, իրենք ասում են, դա եկեք միաժամանակ անենք։ Բայց որպես կանոն ստացվում է, որ իրանք Ալիևի ուզածը անում են, բայց իրենց ասած թուղթը չեն ստանում։ Ու Ալիևը ամեն անգամ ավելին է ստանում։ Օրինակ տեսեք, Ղարաբաղի հարցով կային միջնորդ երաշխավորներ բանակցային գործընթացի, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, դա ԵԱԿ Մինսկի խումբն էր։ Իրենք ինչ էին ասում Ադրբեջան, ասում են Մինսկի խումբը լուծարեք, որ Արցախի հետ կապված հարցը փակենք։ Սրանք ասում էին թուղթը ստորագրենք, միաժամանակ դրա հետ զուգահեռ մենք համաձայնենք լուծարմանը։ Թուղթը չեն տվել, լուծարումը եղել է։ Այսինքն Ալիևը փուլային ստանում է ամեն ինչ։ Նիկոլը առաջարկում է փաթեթային, իրեն Ալիևը ասում է գնա։ Չէ, Նիկոլը հիմա առաջարկում արդեն փուլային։ Հիմա վերադառնալով 300,000 ադրբեջանցիների։ Ուրեմն հենց ադրբեջանցի առաջին 100 հոգին հենց եկան սիրելի քաղաքացիներ։ Ադրբեջանից հենց առաջին 100 հոգին եկան Հայաստան, այնտեղ նա թեթև խնդիր են առաջացնելու ու Թուրքիան միանգամից զորքը մտցնելու է Հայաստան, ինչպես որ մտցրել է Սիրիա, ինչպես որ մտցրել է Կիպրոս, ինչպես որ մտցրել է Իրաք։ Անմիջապես իրանք դա անելու են։ Այսպես ասած, իրենց քաղաքացիների շահերը պաշտպանելու։ Ասել են, դե մեր ազգակիցների շահերը պաշտպանում ենք, դե 100 հատ ադրբեջանցի որ գա, ինչ-որ մեկը կարող է ինչ-որ մի խնդիր ունենալ։ Ավելի շատ կգա, եթե Նիկոլը մնա։ Ես ասում եմ առաջին 100-ի պարագայում, հենց եկան Թուրքիան մտնելու է։ Թուրքիան մտավ, այստեղ մարդ չի մնա։ Հակառակ կողմից եկեք նայենք, որովհետեւ սա իրենց ծրագիրը շատ ավելի կարևոր է հակառակը։ Գալիս է իշխանության ընդդիմությունը։ Ինչ է լինում։ Ասում է հենց եկան պատերազմը սկսվել։ Այդ երաշխավորված խաղաղությունը նաև Հայաստանի առաջարկներում էլ էր նշված երաշխավորված խաղաղությունը, ո՞րն է դա։ Երաշխավորված խաղաղություն բառը արդեն ինքը հիշում է, որ պետք է լինեն միջնորդ երաշխավորներ։ Դուք նշեցիք արդեն, որ սահմանազատում, սահմանագծում տեղի չի ունեցել ու չի ունենալու։ Ալիևը չի անելու դա։ Որ երբ ուզենա, ինչքան ուզենա վերցի։ Այո, ինքը գա, ինչքան ուզում է գա։ Եվ այդ պարագայում փաստացի մեզ ինչ է պետք, որ մենք ծրագրով նշել ենք, որ առաջիկա 5 տարում պետք է տեղի ունենա սահմանազատում եւ սահմանագծում։ Դա նշանակում է
որ պետքա լինեն քարտեզներ։ Ոչ պոպուլյար բան եք ասում, Ուրիշ տարբերակ չկա։ Իրանք այդ որ բանը դոշի բրոշկա են սարքել Հայաստանը տանում են, իրանք սու այդտեղ էլ են խափում։ Իրանք սահմանագծում սահմանազատում չեն արել։ Այդ Հայաստանի սահմանները ո՞նց են գծում։ Մենք դրա համար ասում ենք սովետական քարտեզներով, որը գենշտաբում կա, այդ ուրիշ չկա։ Ես լիներ ամերիկյան շտաբում, կասեի ամերիկյան շտաբում թող այդ միջնորդությունը։ Սովետական գենշտաբի գենշտաբի քարտեզներով գանք ընդհանուր հայտարարի, սահմանագծում սահմանազատում անենք միջնորդ երաշխավորով, որի շրջանակները իդեպ պաշտպանված են։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեր երազանքների փաստաթուղթը չի, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթով եւ նոյեմբերի 9-ին հաջորդած 3 համաձայնությամբ Բաքու, Մոսկվա, Երևան կողմերը համաձայնել են ստեղծել այդ հանձնաժողովները եւ գնաց համանազատման սահմանագծման նաեւ։ Հիմա մենք պետք է ասենք մենք գալիս ենք սահմանազատելու եւ սահմանագծելու։ Ալիևը չի կարող ասել ոչ, որովհետեւ ինքը դրա տակ ստորագրել է, ինքը ներգրավված է։ Այդ դեպքում ես էս ավարտեմ, այդ դեպքում երբ որ մենք սահմանագծում սահմանազատում ենք անում ներգրավում ենք, հետագայում կարող ենք արդեն ապաշրջափակման շրջանակներում կոմունիկացիաների թող ամերիկացիներն գան իրանց մասով իրանց երաշխիքները տան, թող Եվրամիությունն էլ ներգրավի, ինչ-որ փորձագիտական կամ միջնորդական առաքելությամբ, ինչպես որ ԵԱԿ-ը միսնի խումբներ, այսինքն մենք պետքա այս սրանց քանդածը հավաքենք, ընդ որում բոլոր միջազգային խաղացողները դրան կողմ են։ Ոչ մեկ դրան դեմ չի լինի։ Ալիևն էլ կմնա մենակ այդ առումով։ Պարոն Թևանյան, ինձ շատ է հետաքրքրել, երևի հեռուստադիտողներին էլ կհետաքրքրի, այսինքն ընդդիմությունը երբ եկավ իշխանության, մեկնարկային կետ վերցնելու է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու նոյեմբերի 7-ի փաստաթուղթը։ Նաև Այն փաստաթղթ նայեք, մենք ժուլիկներ չենք, ոչ էլ արկածախնդիրներ, որ միջազգային որոշակի պարտավորություններից հրաժարվենք։ Հենց այսօրվա իշխանության վարած քաղաքականություն բերել էր պատերազմի պարտությունների համար, որ ինքը ասեց զրոյական կետից ենք սկսում։ Մենք ասում ենք, այն ինչ որ բանակցել է, մենք այդ դրա շուրջ գնում ենք լավարկումների եւ բերում ենք միջնորդ երաշխավորների այլ միջազգային փաստաթղթերի համաձայն։ Դա այդ մեկ, երկրորդը կարևորագույն գործոն մեր բանակի վերականգնումը, որը առանց դաշնակիցների հնարավոր չի, այսինքն նաև զուգահեռաբար վերականգնել վստահելի եւ փոխշահավետ համագործակցությունը դաշնակիցների հետ։ Մեր տարածաշրջանում ովքեր են շահագրգռված, որ Հայաստանի Հանրապետությունը լինի։ Իրանն ու Ռուսաստանը։ Իրան, Ռուսաստանը, ուրեմն պետք է խորացնել հարաբերությունները։ Վրաստանը շահագրգռված է։ Ովքեր չեն ճանաչում Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Ուրեմն իրանց հետ պետք է հարաբերությունները Քաղաքականները ազգային ժողովում գոռում են, թե Թուրքիան, չգիտեմ, համայնա երաշխավոր են հանում Հայաստանի համայնա չէ, Հայաստանի այսօրվա խաղաղության ժամանակավոր շոու խաղաղության շոու հրադադարի երաշխավորը Ալիևն է եւ փաստացի երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է թե մենք չլինենք կլինի պատերազմ, ինքը փաստացի նաեւ հայտարարում է որ իրենք Ադրբեջանի թեկնածուն են։ Լավ, այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի վարչապետի թեկնածուն։ Հիմա հենց դա է խնդիրը։ Շատերը երևի ենթագիտակցորեն են նաև դա հասկանում։ Ասում են, լավ, Ալիևի թեկնածուին հիմա հայերը մերժեցին, Ալիևը կարող է ջղայնանա, հարձակվի մեր վրա։ Չի կարող ջղայնանալ ու հարձակվել։ Դա Ալիևի կայացնելիք որոշումը չէ միայն։ Թեկուզ իր կայացնելիք որոշումը լինի, Ալիևը պետքա վստահ լինի, որ ինքը այդ պատերազմ կհաղթի, դրա համար ինքը քանի որ վստահ չի, չի գնա եւ մենք առաջին մեսեջը տալու ենք հենց միջնորդ երաշխավորներին, որ եկեք փոխադարձության սկզբունքով ենք պայմանավորվել, նույն Տրամպի վարչակազմի հետ գրել չէ, փոխադարձության սկզբունք, դե այդ փոխադարձությունը մենք է պետք է ստանանք։ Այսինքն երաշխավորված խաղաղությունը միջնորդ երաշխավորների օգնությամբ է լինելու։ Բանակ եւ բանակ առաջին հերթին մեր բանակի վերականգնում եւ միջնորդ երաշխավորների ինստիտուտ։ Այս պայմաններում Իրանը եւ Ռուսաստանը 100%-անոց շահագրգիռ կողմեր են։ Ու գետնի վրա ներկայացված։ Ու գետնի վրա ներկայացված են, ընդ որում Միացյալ Նահանգները, որով մեր բարեկամն է, Եվրամիությունը, որով մեր բարեկամն է, իրենք բարձ հայտարարել են, որ իրենք երաշխիքներ չեն կարող տալ։ Այս առումով նույն տրիպի հետ կապված Միացյալ Նահանգներում ամենատարածված տեսակետն այն է, որ մինչև այնտեղ երաշխավորված խաղաղություն չլինի, մենք ներդրումներ չենք անի։ Այսինքն Ամերիկայի շահերից էլ է այստեղ։ Իհարկե, տնտեսական առումով իրենք է իրենց է ձեռնտու կլինի, որ այստեղ ամեն ինչը կարգավորվի։ Իմիջիայլոց իրենք նաև արաբական թերակղզում չկարողացան երաշխավոր հանդես գալ անվտանգության։ Որպեսզի մենք այնպես չլինի, որ այսպես կախարդական փայտիկ կա եւ ասում ենք, ահա, այս ինչը արեցինք։ Երկու մարդ իր հետ վիճում են։ Ինչ որ թեմայի շուրջ, ինչ որ բաժակի շուրջ։ Այդ վեճը հետեւյալ հանգուցալուծման տարբերակներն ունի ավարտվելու։ Կամ իրար ծեծելով ենք լուծում, հա, ասենք ով ուժով է նայել հաղթում, հա,
կամ գնում ենք դատարան։ Դատարանը միջնորդ երաշխավորն է։ Հիմա տվյալ դեպքում կա հավանականություն, որ դատարանը մեզ ուզած ձևով կլուծի այդ հարցը։ 50-50։ Չեմ ասում 100%։ Նայած ինչ դատարանը։ Չէ, 50-50 ես կամ հիպոթետիկ է։ Իսկ եթե դատարան չկա ու մենք Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ մենակ կանգնած ենք, որում իրանք չեն թաքցնում, որ մենք ուզում ենք ձեզ վերացնել, Արևմտյան Ադրբեջան դարձնել, այդտեղ 100%-ով երաշխավորված պատերազմ ու պարտություն է։ Ինչու երաշխավորված պատերազմ կլինի Փաշինյանի օրոք։ Որովհետև ինքը արդեն իսկ տվել է այդ խոստումները եւ մենք դա տեսնում ենք այդ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված եւ այլն։ Գարուն հետևից։ Համացությունը փոխել բանել լրիվ անում են, չէ՞։ Ինքը հենց զգաց, որ խնդրեմ է առաջանալու, որ ինչ որ բան պետք է զիջել ու այստեղ ներքաղաքական վիճակը կլարվի, ինքը կարող է իր խոսքից հետ կանգնել մի պահ ու այդ ընթացքում Ադրբեջանն արդեն դիմի պատերազմական գործողության։ Ինչպես որ դա եղավ օրինակ Ջերմուկի դեպքերի ժամանակ։ Ինքը ապրիլ ամսին նշաձողերի 22 թվականին նշաձողերի իջացնում, սեպտեմբերին արդեն եկան այդ դրա հետևից։ Դուք մի հատ եկեք էլի դիմենք իրանց հայտարարություններին, Ալիևն ու Մամեդյարովը։ Մամեդյարովի հարցազրույցը շատ էս վերջին շրջանում կար, իրենք բաց տեքստով ասում էին, որ մեզ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր որոշակի ժամանակ։ Դա 18 թվականին։ Այո, 18 թվականից հետո, որ չկրակեն, որ ինքը ներքաղաքական իր դիրքերը ամրապնդի, հետո իրանց ուզածները անի։ Դրա համար եկան իր հետևից, իր խոստումների։ Հիմա նույնն են անում։ Հիմա ասել են, որ դու ուղղակի 5000 հոգի զոհ։ 300, այո, 300,000 ադրբեջանցի պետքա բնակեցվի, սահմանադրությունը պետքա փոխվի, այս արվի, այն արվի։ Հիշում եք Արցախը հանձնելու ժամանակ ինչ էին ասում։ Զատո Սյունիքով ճանապարհը չենք տալու։ Այո, միջանցք չենք տալու։ Հիմա դա ներկայացնում են որպես ձեռքբերում, ընդ որում, երբ որ հիմա ԿՊԱ-ականները տարբեր այդ խոսափողները մեղադրում են, ասում են մենք չենք հանձնել Արցախը, իրանք երևի իրանց գեներալնի լինիային տեղյակ չեն։ Հիմա արդեն անցել է այդ փուլը, երբ որ այդպեսի հայտարարություններ իրանք հակադարձում են, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինքը բաց տեքստով ասում է, այո, ես Պրագայում գիտակցված հանձնել եմ Արցախը։ Ինքը չի հերկա գիտակցված որ պաշտպանենք Հայաստանի Հանրապետությունը։ Ինքը ասում է, ես եմ հանձնել։ Նայեք, եթե նախկինում մեղադրում են նախկիններին, Ռուսաստանին, չգիտեմ, Լուսնին, Արևին եւ այլն, հիմա ասում է, ես եմ հանձնել։ Իմիջայլոց Պրահից հետո խուսափում էր ասել, որ ինքը ճանաչել է, ես հիշում եմ, որ Դու խուսափում ես, այ ես եմ։ դուք առաջի անգամ ելը հայտարարեցիք, շատերը ասեցին, ես ինչ խոսում եմ։ Այն դժնդակորերին ազգային ժողովում է, հա, այդ ժամանակ ոնց որ թե ես էլ բան։ Չէ, ես հիշում եմ, որ առաջինը դուք ասեցիք, շատ երկար ժամանակ դիմադրում էին, չէին ընդունում։ Հա, չէ, խափում էին ժողովրդին, ասում էին, հիշում Մեզ էլ ասում էին դուք եք խափում, դուք ճիշտ չեք ասում։ Եվ պարզվեց, որ հիմա իրանք ասում են, այո, մենք դա գիտակցված արել ենք։ Հիմա բացի այս անվտանգային հարցից, մեր հասարակությանը եւ մեր առաջարկների մեջ դա մենք ներառել ենք, հետաքրքրում է նաեւ իրենց սոցիալ-տնտեսական հարցերը։ Միջայլոց վարկերի 5 մինչև 5 միլիոն այդ վարկային պարտավորությունների տուժտուգանքները չեղարկելու հետ կապված բավականին մեծ արձագանքներ ենք մենք ստացել։ Նաեւ սոցիալ-տնտեսական փաթեթ շատ լայն ծավալուն ներկայացված է ձեր 10 առաջարկներում։ Մի փոքր այդ բաց ենք, հա։ Տեսեք, այսօր ժողովուրդը բանկերի բանը գերության մեջ է գտնվում։ Միանշանակ ոչ մեկ չի կարող վիճել։ 2 միլիոնից ավել մարդ կա վարկառում։ Այդքան գործարք կա։ Վարկի հետ կապված մարդ կա մի քանի վարկ է գալիս։ Դե ստացվում ամենատանիք վարկ։ Բարձր դուք եք վարկի տակ։ Ասենք այդ առումը։ Ուրեմն նայեք, որնա խնդիրը։ Այդ 7 տրիլիոնից ավել վարկային փաթեթ համախառն, այո, 7 տրիլիոնից ավել։ Ընդհուպ մոտենում է համախառն ներքին արդյունքի չափին։ Հիմա հարց. Եթե բանկերի եկամուտները 11 անգամ աճում են, հնան այսպես կոչված այդ երկակի աճում է, մարդկանց եկամուտները պետք է ավելանային, չէ՞։ Եթե մարդը եկամուտ ունի, ինքը հաստատ վարկ չի վերցնի։ Եթե բիզնեսմեն չի։ Հիմա իրենց տնտեսական օլիգարխիկ խոսնակներից մեկը ես տեսա, որ ասում էր դե այսքան վարկային փաթեթ կա, զարգացում է դա։ հա, այդ նշանակում է զարգացում։ Բայց քանի որ հարցնող չկար էլի դե բնականաբար, որ տղա ջան, հələ մի հատ տարի բացենք այդ վարկային փաթեթը, այդ որ ասում ես, այս թվին այսքան վարկ ա եղել, այսքան վատ, ինք ասում եմ, տեսեք ժողովուրդը վարկա վերցնում, ու աճում է, զարգանում է տնտեսությունը, լավ եւ այն, չէ, դեմագոգիան անում են, որովհետեւ գյուղից մարդ չկար էլ որ հայտնի բան, գեղից մա, հիմա մասնագիտական առումով ասենք, կառուցվածքը որն է այդ վարկերի
այդ 2 միլիոնից ավելը սպառողական վարկեր են։ Գնացեք նայեք։ Այսինքն հերոստացույց, հեռախոս, Ուսման վարձ, ուսման վար, տեղի փող, վիրահատության փող, չգիտեմ, քեֆի փող, օրինակ մարդիկ հարսանիքին անում վարկ են վերցնում։ Նոր տարի եւ սպառողական հեռախոս, հարթուկ, սպառողական վարկը խոսում նրա մասին, որ տնտեսությունը զարգանում, հա։ Սպառողական վարկը խոսում նրա մասին, որ մարդկանց փող չկա։ Հիմա այդ առումով մենք առաջարկում ենք, որ եթե մինչև 5 միլիոն դրամի վարկա վերցրել, ճաճ ոգևորվեք էլի, մինչև 5 միլիոն դրամի վարկ եթե վերցրել են, առաջանում են տուժտուգանքներ, երբ որ չեն վճարում։ Մենք ասում ենք, այդ տուժտուգանքները համաներ են, ընդ որում բանկերին է տեղը ցույց ենք տալի, ասում ենք դուք այս վերջին 5 տարվա ընթացքում 11 անգամ ավելի շատ փող եք աշխատել, միլիարդ 100 միլիոն դոլար փող են աշխատել մաքուր շահույթ։ Այսինքն հնարավորություն ունեն։ Հա, եկեք համաներում անենք, այդ տուժտուգանքները դուրս գնենք, չենք ասում մայր գումարը։ Չենք ասում պայթեցնենք բանկերը, բայց տուժտուգանքները դուրս գրենք, այդ մեկ։ Երկրորդ առաջարկը բիզնեսին է վերաբերում, մինչև 60 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցողների մենք առաջարկում ենք 0 հարկ շրջանառության, որը միկրոբիզնես է դա։ Փոքր բիզնեսը, որը գնահատում ենք 60-ից 180 միլիոն դրամ շրջանառություն, հա, առաջարկում ենք 1% շրջանառության հարկ, որը էլի տրամաբանականը համանման տնտեսությունները ուսումնասիրելուց հետո ենք ասում։ Հարևանի հարցը գեղեցիկ է լինում ծրագրի շրջանակներում, վրացական փորձն ենք նաև դիտարկում եւ համադրելի ենք դարձնում վրացական տնտեսությունը։ 180 միլիոնից ավելը արդեն ավելացված արժեքի հարկ եւ շահութարկի տիրույթում է գործում։ Շահութարկը պետք է իջեցնել 17%, որտեղ Վրաստանում 18 է, ավելացած արժեքի հարկը ներողություն 17%, որտեղ այնտեղ 18 է, շահութարկը պետք է դարձնել մեր մոտ 14%, որովհետև Վրաստանում 15, ինչի են Վրաստանի հետ համեմատում, որովհետև մրցակցային առավելություն պետք է ստանան, որ այստեղ գումարները Պարոն Թևանյան, հիմա ձեզ կմեղադրեմ, որ դուք նաև ասում եք, որ նվազագույն կենսաթոշակը պետքա լինի 100,000, ճիշտ է։ Փուլային տարբերակով։ Հա, փուլային տվյալ 27-ի ենթարկվի, այսինքն պարբերաբար մի կողմից ասում եք հարկերը իջացնենք, մյուս կողմից անվճար կրթություն եք առաջարկում բոլոր մակարդակներում 100,000 նվազագույն կենսաթոշակ, աշխատավարձի բարձրացում եւ այլն։ Այդ ոնց է լինում։ Դրան զուգահեռ մենք տնտեսական դրայվերներ ենք առաջարկում մեգա նախագծեր, դա կլինի Գյումրի ազատ տնտեսական գոտին, որտեղ հսկայական ներդրումների պոտենցիալ կա, դա կլինի Զվարթնոցը ազատ առևտրի գոտի դարձնելու եւ յուրօրինակ օֆշորային գոտի դարձնելու դրայվերը, դա տնտեսության զարգացումն է նաև լաֆերի կոչվածի էֆեկտը, լավ այսպես ասեմ, հարկերի իջացումից մուտքերը շատանում են։ Այսինքն մասշտաբի էֆեկտ։ Մասշտաբի էֆեկտ ենք ստանում, դա մեկ բիզնեսի նկատմամբ խրախոսող քաղաքականություն արտահանմանը միտված։ Զվարթնոցի տարածքում մենք նաև առաջարկում ենք ոսկու հետ փոխկապակցված կրիպտո արժեքներ թողարկել պետական, որը համաշխարհային մակարդակի պահանջարկ է ունենալու այս պարագայում, մանավանդ երբ որ Դուբայից սա փոխնում են։ Հա, այդ ոնց որ դոլարը 70-ականներից առաջ։ Այո, դա կրիպտո արժեքի հետ մենք համ ոսկին գալիս է մեր դիմացով, ասենց անցնում, գնում է մենք որ ասում աշկետես, բերնե կարոտ։ Հիմա այդ աշկետես, բերնե կարոտ, ասում ենք աշկետես եւ բերնե չկարոտ, այսինքն այստեղ մնա։ Այստեղ եւ պաուստներ ենք սարքում, օրինակ Սինգապուրում ոնց են օդանավականներում միջազգային պաուստային պահուստարաններ են սարքի եւ հնարավորություն կա որ պահեն։ Հիմա մարդիկ իրանց գումարներ օրինակ Ռուսաստանը եւ այլն սանկցիաների պատճառով տանում են Դուբայ, չեն տանում Դուբայ, կբերեն ստեղ, մանավանդ այստեղով են տանում։ Այսինքն եկամուտներ են դրանք։ Հսկայական ֆինանսական հնարավորություններ կա բիզնեսի զարգացման եւ ամենակարևորը, եթե մարդիկ այս ընթացքում պարտքեր են վերցրել, պարտքը ոնց են օգտագործել։ Մենք առաջարկում ենք նաեւ այդ կրթությանը անվճար լինելուց բացի նաեւ Երևանում գույք հարկի կրկնակի կրճատում, որովհետեւ այդ էֆեկտը չի ապահովում, մանավանդ իրենք եթե պարգևաճարները կրճատեն, հաստատ այդ խնդրը լուծվելու է։ Կարմիր կետագծերով կանանատեղիները դա մեր, այսպես ասած, տրենդային թեմաներից մեկն է, այլ Հայաստանը դիմել է դատարանը, 13 անգամ թանկացրել են էժանացնել։ Հիմա ամենակարևորը տրանսպորտի հետ կապված այո հարցերը, աղբարանության հետ կապված հարցերը, սրանք բոլորը թեմաներ են, որոնք ասենք մարդկանց սոցիալական վիճակը ծանրացրել են։ Իրանք եմոր ասում են շատ խելք պետք, մեկը կա, չէ՞, ասում քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չի։ Հիմա սրանք էլ ասում են փող հավաքելու համար շատ խելք պետք չի։ Բարձրացնում ես տարիֆները, մի անգամից հավաքում, այլ չեն մտածում, որ փակվեց, էլ չի բացվելու փոքր բիզնեսը։ Սա հիմա ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններում մենք պետք է նախ եւ առաջ ազգովի մերժենք Ալիևի սրտի վարչապետի տեխնացուին, դա Նիկոլ Փաշինյանն է, եւ պետք է ընտրենք այնպիսի ուղղություն, որը իրական երաշխավորված խաղաղություն կբերի, տնտեսական զարգացում կբերի եւ բարեկեցություն կբերի շատ շատերի համար, աղքատության այս մակարդակը կրճատվի եւ
բոլորիս համար էլ արժանապատիվ կյանք կլինի։ Իհարկե միանգամից 100%-ով հենց հաջորդ օրվանից դժվար է ասել, բայց մենք այդ ճանապարհը կընտրենք։ Ես արդեն ասեցի, Փաշինյանի բերածը 100%-անոց պատերազմ ու պարտություն է։ Մենք գնում ենք միջնորդ երաշխավորների ուղղությամբ նաև, որպեսզի առնվազն կրճատենք պատերազմի հավանականությունը եւ առնվազն կրճատենք պարտության հավանականությունը, իսկ եթե մեր բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն, ապա այդ դեպքում կլինի 100%-անոց խաղաղություն, գոնե այս շրջանում եւ 100%-անոց վերականգնում մեր բանակի, մեր հասարակական հարաբերությունների։ Կարծում սա է։ Հուսանք, որ ընտրողը իրոք նպատակադրված այս իշխանչարիքի իշխանությունից ազատվելու մոտիվացիայով իրոք գնա անդրատեղամաս, պարոն Թևանյան, այնքան է խոսքի արժեքը հիմա Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի միջոցով ընկել, արժեզրկվել, էլի, որ իրոք ժողովրդի համար շատ դժվար է հիմա շատ բաներ ընկալել, բայց պետք է հասկանալ, որ միայն ստախոսները չեն քաղաքականության մեջ։ Չէ, բացի այդ նաև անցած ճանապարհը Այո, դա է շատ կարևոր։ ցույց տվել։ Դրանից ելնելով պետք է քննարկել։ Չէ, դե ես կարծում եմ, որ մեր ընտրողների իրականում շատ ավելի գիտակից են, քան փորձում են այդ բան պատկերը ստեղծել, հա, որ ոչ մի բան չեն հասկանում, միայն էմոցիաներով են առաջնորդվում, այնպես որ ճիշտ եք ասում, նայելու են ծրագրերին, նայելու են անձերին, նայելու են առաջարկված թեզերին եւ գնալու են ընտրության եւ կատարելու են ճիշտ ընտրություն։ Եվ ես առումով կարծում իրար հետ կարելի է նաև, քանի որ նույն թիմից եկել ձևեր չենք թափելու, դրա համար ընտրողներին դիմելով կարող ենք ասել, որ միացիր, որ փոխենք։ Վերջ։